Եվ այս են ավետիքը զոր ավետարանյաց նամես, ըսկյացն հավիտենական։ Եվ այս է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այն է հավիտենական կյանքը, ասում է Հովանու ավետարանը։ Ահավասիկ հարություն հավիտենական կյանք։ Պատասխանը մարդկությանը ամեն ինչ շատ ուզող հարցի այն ժամանակներից, երբ մահը մտավ աշխարհ։ Արդյոք մահը վերջ է, թե մահը վերջը չէ և կա շարունակություն։ Այս մտածումներն ու մտահոգությունները մշտապես մարդկությանը ուզող են։ Եվ քրիստոնեությունը եկավ հաստատելու, որ մահը վերջը չէ։ Քանզի եթե մահը լիներ վերջ, ապա մարդը իր կյանքը ինչպես պիտի ապրեր և արժեքներ։ Այն ժամանակ երասերից տրված է այսքան ապրելու տարիներ և ինչպես ուզեն, ինչ ուզեն, այն էլ կանեն։ Սակայն քրիստոնեության բացվեց, որ մարդուն այդ տարիները տրվում են երկրի վրա, ոչ թե վատրելով, այլ որպեսզի նա իր հավիտենական կյանքի ճանապարհը կերտի։ Մահը մտավ աշխարհ մարդու հերթի պատճառով։ Սակայն Աստված նրան վերջնականապես չդատապարտեց, այլ բոլոր ժամանակներում տվեց հնարավորություն և ցույց տվեց ճանապարհը վերադառնալու իր առաջնային վիճակին։ Եվ մարդկային կյանքի ընթացքում մենք տեսնում ենք, թե քանի անգամներ Աստված իր ձեռքը մեկնում է, Աստված ամեն ինչ և միջոց տալիս է մարդկությանը, որպեսզի նա իր մեղքը կարողանա գիտակցելով քավի, նոր մեղքեր չգործի և այնպես ապրի, որպեսզի արժանանա իր հաղթական հավիտենական կյանքը ունենալու։ Եվ այս ճանապարհին վերջին անվանը Հիսուս Քրիստոս է։ Ինչպես ասում է ավետարանիչը, քանզի այնպես սիրեց Աստված աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատան նրան, ունենան հավիտենական կյանք։ Տեսեք, Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ ոչ թե դատելու, այլ փրկելու, ոչ թե պատժելու, այլ ճանապարհը ցույց տալու ուղղությամբ։ Դարձավ բարձր մարդ, ապրեց մարդկանց մեջ, ապրեց մարդկային կյանքով, սակայն առանց մեղքի և կայքավություն։ Եվ նա խաչի վրա բարձրանալով մարդկանց կողմից վանվեց, իր արյունը հղեց, հանուն մեր մեր մեղքերի համար։ Այսպիսով
ցույց տալու համար ճանապարհը, որ հավիտենական կյանքի ճանապարհը միայն մեղքից հեռանալ, ապրել անարատ, անմեղ կյանքով։ Եվ Հիսուս հարություն արավ։ Եվ հարությունը, որ մենք այսօր կոնում ենք, ոչ թե 2000 տարիներ առաջ ինչ-որ մի իրողության հիշատակ է, այլ մեկ անգամ ևս հաստատում հայտնում ենք հավիտենական հույսի եղելությունը, իրականություն, որ Քրիստոս հարություն առավ և ով ապրի Հիսուսի պես և Հիսուսի հետ նույնպես հարություն առավ։ Իսկ եթե Հիսուսի տված բոլոր պատվիրաններից հետո է, որևէ մեկ առիթ չկատարի, և ինքը իր ճանապարհը չկերտի հավիտենականության, այդ ժամանակ արդեն Աստված կարելի է դատել։ Ինչպես մեր հավատամքի մեջ մշտապես ասում ենք. Գալոց է նովին մարմնով, ի դատելս կենտրոնից ևս վերադարձ։ Այս անգամ եկավ, խաչվեց, հարություն առավ, հաջորդի բավականս, պիտի կա դատելու, թե կենտրոնների և թե կրածների։ Սիրելիներս, Հիսուսի հարությունը մի հրաշք չէ, Հիսուսի հարությունը Աստծո մեզ տրված նշան։ Այն նշանը, որ նա ասում է, ահավասիկ ձեր փրկության վերջին ամեն։ Եվ դրա համար շատ ու շատ մեր եկեղեցու հայրեր մշտապես հաստատել են, եթե մեռնում ես Հիսուսի հետ, ապա նրա հետ է հարություն։ Ես եմ հարությունը և կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապի։ Այսպես է մեզ պատկանում Հովհաննես Ավետարանը։ Եվ կրկին ասում է. մի վախեցեք, որովհետև նա հարություն առավ, ինչպես որ խոստացավ և ասաց։ Հիսուս Քրիստոսի հարությամբ Մահն այլևս կորցրեց ուժ։ Մեր ժամանոթի մեջ, եթե ուշադրի տեսեցիք, ամեն անգամ ասում է, մահվան զմահ կողմեց, և հարության ըմբյուրով մեզ քրիստյանս պարգևեց։ Իր մահով մահը մեռցրեց, որովհետև ինչպես հայ մեր Սուրբ Երիշեն է ասում, մահնել է մահով մեռնում, իսկ կյանքը ոչ։ Եվ իր հարությամբ Հիսուս մեզ կյանք պարգևեց։ Այն կյանքը, որ մենք պիտի ապրենք, որ մեզ կտանի հավիտենական կյանքի։ Սիրելի մեր քույրեր և եղբայրներ, Հիսուս Քրիստոսի հարության ավետիսի այս պահին մենք մեր աղոթքն ենք բերում հարության վերջին, որպեսզի մեզ բոլորիս տա
Չկա մեկը, որը չուզի ապրել, սակայն շատ քչերն են, որոնք մտահոգված դրանով ինչ-որ բաներից իրենք զրկում են, ինչ-որ բաներ են կատարում գործում։ Ահա Հիսուսի հարությամբ մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին։ Այն ապագայի, որը ուրիշ մեկը չէ, որ գալու է մեզ համար կերտի, այլ մերս, մեր կյանքով, մեր գործով։ Եվ ամենակարևորը այն մեծ աստվածային սիրով, որ Աստված իր միածին որդին տվեց մեզ, և մենք մարդիկ միմյանս սիրել այդպես, ինչպես Աստված սիրեց մեզ։ Եվ եթե այդպես ապրենք, կտեսնենք, որ ճանապարհը դեպի հավիտենական կյանք հարստության կոստումի կլինի ուղիղ և կլինի հարթ բոլորիս համար։ Թող Տիրոջ հարության լույսը մշտապես լինի ձեր բոլորի ընտանիքների, մեր ազգի, աշխարհասփյուռ ժողովրդի, մեր հայրենիքի վրա, որպեսզի հարության շնչով գնա